Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, կրկին փորձենք զրուցել կարևոր թեմաների մասին, որոնք այս օրերին բավականին լայն եւ բուրըն կերպով տեղի ունենում մեր հասարակության եւ մեր պետության մեջ։ Կրկին խոսելու ենք այս իշխանությունների մասին, իշխանությունների արածների եւ դրա հետևանքների մասին։ Այսօր կուզենամ խոսել կոնկրետ եկեղեցու վրա հարձակումների մասին։ Եկեղեցու վրա հարձակումները բնականաբար նոր չեն սկսվել։ Դրանք բավականին երկար արմատներ ունեն, խորը արմատներ ունեն եւ դրանք գալիս են դեռ 2010 թվականից այս կողմ, երբ որ ինտենսիվ ձևով սկսեց տարածվել կեղծիք սուտ հայ առաքելական եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդի եւ տարբեր քահանաների մասին։ Իհարկե ոչ մեկ չի հերքում, որ եղել են, կան ու նորմալ է, որ կլինեն եկեղեցականներ, որոնք այս կամ այն կերպ դժել են իրենց ուխտը, այս կամ այն կերպ խառնված են եղել իրադարձությունների, որոնք պատիվ չեն բերում, բայց դրանք կազմում են բավականին փոքր մաս, հավատացնում եմ ձեզ, անչափ փոքր մաս։ Եթե մեր եկեղեցին ունի 600 հոգևորական մոտարապես, ապա հավատացեք 1-2%-ը չեն կազմում նման, անգամ եթե 5%-ը կազմեն, դա ոչ մի բանով չի խոսում, որ եկեղեցում ամբողջը շատ վատ է ու ողջ եկեղեցին է թաղված այդ այսպես կոչված ոչ նորմալ պրոցեսների մեջ։ Սակայն ես ուզում եմ խոսել ոչ թե նրա մասին, որ եկեղեցում կան, քանի որ եկեղեցուն կենթանի օրգանիզմ է, ինստիտուտ է, կան եւ կլինեն եւ լինելու են նմանատիպ դրսևորումներ ժամանակ առ ժամանակ։ Ես ուզում եմ խոսել կոնկրետ նրա մասին, թե ինչի համար է այս իշխանությունը կոնկրետ հայ եկեղեցու դեմ տանում նման քաղաքականություն։ Ուրեմն պատճառներից մեկը կոնկրետ հստակ է շատ հայ ազգի ինքնությունը վերացնելու, քանի որ ինքնության այս պահի դրությամբ դեռ դիմադրող, ամենաուժեղ դիմադրող հենասյուներից մեկը դա մեր եկեղեցին է։ Եվ քանի դեռ եկեղեցին դիմադրում է, անհնար է կոտրել հայի ինքնությունը։ Եվ եթե մենք հետ գնանք ուղղակի 18 թվականից այս կողմ սկսենք նայել, կտեսնենք, որ ինտենսիվ կերպով, շատ կոնկրետ ինտենսիվ կերպով ավերվել են մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր տեսակը, մեր եսը ցուցադրող եւ պահպանող բոլոր գրեթե ինստիտուտները, հասնելով մինչև եկեղեցի։ Վերածվել է պատմությունը, որպես հայոց պատմություն, դարձել են Հայաստանի պատմություն։ Դրանով փորձ անելով կտրել մեզ մեր նախկինների, մեր պատմական հիշողությունից, մեր ինքնությունից, վերածվել է անգամ շատ իրականում կարող է թվալ, որ սրանք շատ աննշույլ բաներ են, բայց իրականում շատ ազդեցիկ են։ Օրինակ քարտեզագրման ինստիտուտ է վերածվում, որը բավականին լուրջ արխիվներ պահում իր մեջ, վերածվում է կրոնի պատմությունը, որը կրկին այս գործընթացի մի մասն է, եւ բազմաթիվ կարելի է նշել նմանատիպ բաներ, պատմություն քրիստոնեությունից, ազգային մշակութային արժեհամակարգից ինտենսիվ կամաց, կաթիլ առ կաթիլ ջնջելով գնում են առաջ, գնում են վերացնելու Հայաստանը, քանի որ Հայաստանը կոնկրետ կոկորտի փուշ է թուրքական աշխարհի համար եւ բոլորին, ովքեր գոնե այս կամ այն չափով իրականում ուսումնասիրել են պատմությունը, բոլորը հասկանում են, որ Հայաստանը իրոք կոկորտի փուշ է թուրքական աշխարհի համար։ Ուստի եկեղեցու դեմ հարձակման հիմնական պատվիրատուն, նաև ես կասեմ, որ Նիկոլին իշխանություն բերելու հիմնական աջակիցները դրանք թուրքերն են։ Թուրքական աշխարհը, թուրքական աշխարհը, ես նկատում եմ նաև Ադրբեջանին։ Նիկոլը ստացել է կոնկրետ հրահանգ վերացնել վերջին հենասյունը հայ ինքնության համար, որը պայքարում է եւ առ այս պահը չի հանձնվել Նիկոլի
պետականաքանդ քաղաքականությանը։ Դա եկեղեցին է։ Ուստի շատ կարևոր է, շատ անչափ կարևոր է, որ մենք բոլորս կանգնենք եկեղեցու կողքին։ Կարևոր չի դու գնում ես պատարակ թե չես գնում, կարևոր չի դու գնում ես եկեղեցի նկարել մոմի վառելու այդ տեսարան ու գցել, չէ։ Կարևոր իրականում լինի եկեղեցու կողքին։ Եկեղեցու կողքին կարող է գնել շատ հասարակ, ուղղակի ասենք, տեսնելով մարդիկ, ովքեր մասնակցում են նիկոլական այդ ուխտագնացությանը, ուխտերի ընթացքին երթին այսպես, փորձել այդ մարդկանց հետ խոսալ, փորձել այդ մարդկանց բացատրել, փորձել այդ մարդկանց հետ գտնել ընդհանուր թեմա եւ բերել զարգացնել թեման, դարձնել կոնկրետ նյութ, բացատրելու, որ պետք չէ գնալ մեր եկեղեցուն եւ առհասարակ Աստծուն դեմ։ Ես անցած տեսանյութում խոսում եի դրա մասին եւ կրկին կրկնում եմ, հարգելներս, ուզենք թե չուզենք, անկախ ամեն ինչից, այս ամեն ինչը պրծնելու է մի օր, մենք պետք է ապրենք բոլորի հետ նույն երկրում, նույն հողի վրա, անգամ այն մարդկանց, ովքեր մոլերանտ նիկոլական են, բայց այն թշնամանքը, որը այսօր կա, այդ ժամանակ չպետք է լինի։ Ուստի համակեցությունը, մեկ-մեկի հանդեպ փոխադարձ հարգանքը պետք է կամաց վերականգնենք։ Դրա համար խնդրանքս, ես անում եմ դա ամեն օր գրեթե, ամեն օր, հանդիպելով մարդկանց, ովքեր անգամ չնչին չափով կասկածում են մեր եկեղեցու վրա, կամ ինչ-որ մտքեր ունեն, կամ լսել են, ասում են, բա էս, ես չեմ ալարում, ես կթողեմ իմ ողջ օրվա պլաններս ու այդ մարդու հետ կփորձեմ մի քանի ժամ ընկերական, շատ զուտ ընկերական ձևաչափով բացատրել, հասկացնել ու փորձել այդ մարդուն, այսպես ասած, դարձի բերել։ Ընկերներ, ընտրությունների շատ քիչ ժամանակ է մնացել եւ ոնց որ ես հասկանում եմ, մեր քաղաքական դաշտը բացառապես սպասողական վիճակի մեջ են առաջիկա ընտրություններին։ Ոմանք արդեն հայտարարել են, որ մասնակցելու են, ոմանք դեռ չեն հայտարարել, բայց այս մի քանի տարիները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտը այսօրվա այս ձևով ոնց որ կա, իրականում չկարողացավ կանգնել Նիկոլի դեմ այն ձևով, որպեսզի գոնե մինիմալի հասցներ նրա հասցրած վնասները։ Ընդհակառակ, ես շատ բաներ կա, որոնց մասին դեռ կխոսամ, որովհետև կան թեմաներ, որոնք պետք է քննարկել, բայց չեմ ուզում այդ թեմաները քննարկեմ մինչև ընտրությունները, որովհետև ընտրություններին փորձել որոշներին քարկոծել, դա ամենասխալ բանն է։ Հիմա պետք է համախմբվել եւ փորձել պահպանել մեր պետությունը։ Իսկ պետության վերջին այս պահին դեռևս վերջին հենասյունը դա եկեղեցին է, եկեղեցու կողքին լինելով։ Նիկոլենք փորձելու են, ամեն ինչ անելու են, պղծելու, ավերելու մեր եկեղեցին։ Հավատացնում եմ ձեզ, նրանց հրահանգը Ալլաշուքյուր Փաշազադեից ստացած, Էրդողանից ստացած, նրանք անելու են ամեն գնով եւ ստանալու են սատարում այդ երկրների կողմից ամեն ձևով, ամեն ինչով։ Նրանք նախընտրական շրջանում կփորձեն հեսա գերիների հետ բերել մի քանի հոգի, դարձնել դա մատի փաթաթան, որ իրանք պարտավոր են անեն, պարտավոր էին անել մինչև այս պահը եւ պարտավոր էին 1-2 տարվա ընթացքում բոլոր գերիներին արդեն հետ բերած լինել։ 1-2 տարին ես չափազանց շատ ժամանակ եմ ասում, բայց նրանք Ալիևի հետ պայմանավորված ինտենսիվ դա անելու են առաջիկա ժամանակները, այժմ բենզին են ուղարկելու, չգիտեմ, այժմ կոմբիկեր են ուղարկելու, ծորեն չասենք եւ այլ եւ փորձելու են ցույց տալ, որ ամեն ինչ լավ է։ Ժողովուրդ, ամեն ինչ լավ չի կարա ամեն ինչ լավ լինի։ Կրկին ասում եմ, աշխարհը արդեն աշխարհում գոյություն չունի միջազգային իրավական կամ միջազգային համակարգ առհասարակ, աշխարհում տիրում է տոտալ ուժի իրավունքը։ Այսօր աշխարհը կոնկրետ կանգնած է նոր աշխարհակարգի ձևավորման հիմքում։ Ես անցած տեսանյութում դրա մասին խոսել եմ, կփորձեմ եւս մեկ անգամ անդրադառնալ։
Իմ կարծիքը չեմ փոխում, ես դա պնդել եմ դեռ այն ժամանակ, երբ որ Անկորիջում եղավ հանդիպում Ամերիկայի եւ Ռուսաստանի ղեկավարների մեջ, ես հստակ ասեցի, արդեն կա պայմանավորություն աշխարհի վերաբաժանման եւ նրանք Անկորիջում կոնկրետ պայմանավորվել են աշխարհը մի քանի բևեռի բաժանելու։ Այդ բևեռների ամենակարևորները լինելու են Ամերիկա, Չինաստան, Ռուսաստան։ Լինելու են նաև տարածաշրջանային փոքր բևեռիկներ, այսպես ասած, որոնց մեկը կլինի նաև Թուրքիան։ Մեզ տրված է շանս ընտրելու կամ մնալ Թուրքիայի վասալ, կամ փորձել պահպանել ինքնությունը եւ պետությունը։ Իմ կարծիքով այն բաժանումը, որը արդեն տեղի ունեցել Անկորիջում, որը հիմա մենք տեսնում ենք, լինելու է մոտարապես հետևյալ կերպ. Ամերիկան իր կիսագունդը բնականաբար իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ էր դա արտացոլված, փորձելու է իրենով անել, այսպես ասած։ Չինաստանը, Թայվանի եւ միջինասիական որոշ երկրների իր կողմն է տանելու, իսկ Ռուսաստանը փորձելու է հետխորհրդային բոլոր երկրները, որոնք իր ազդեցության տակ են եղել բացառությամբ բալթյան երկրներից, իր ազդեցությունը պահպանել։ Ուստի, եթե եղել է նման պայմանավորություն, եթե արդեն որի արդյունքները մենք տեսնում ենք, բայց եթե արդեն կա նման պայմանավորություն եւ եղել է աշխարհի նոր վերաձևավորման, նոր աշխարհակարգի ձևավորման պայմանավորություն, հավատացեք, Ռուսաստանը Կովկասից չի գնա։ Ինչն է այստեղ վտանգավոր մեր իշխանությունների վարվելակերպի մեջ։ Եթե Ռուսաստանը իրականում չգնա մեր տարածաշրջանից ու չի գնալու, ես համոզված եմ, ապա փորձել թշնամանալ Ռուսաստանի հետ, դա նշանակում է կրակել ինքդ քո ոտին։ Փորձել թշնամանալ, թշնամական հարաբերություն ստեղծել մի երկրի հետ, որը չի զիջելու այդ տարածաշրջանը ոչ մեկի, հավատացեք, դա ավելի վատ հետևանքներ ունենալու հետագայում, որովհետև նման դեպքում, երբ որ աշխարհակարգը ձևավորվի, վերաձևվի, այդ ժամանակ քեզ չեն վերաբերվելու որպես գործընկերոջ, քեզ վերաբերվում են որպես իր առարկա։ Իսկ եթե դու փորձես հարաբերությունները ճիշտ կազմակերպել այդ նոր ձևավորող աշխարհակարգի դոմինանտների հետ, ապա հավատացեք, ձեր հետ կաշխատեն որպես գործընկերոջ, անկախ նրանից գործընկերոջ ինչ կարգավիճակում, մի քիչ թույլ, մի քիչ ուժեղ, դրանք ուրիշ հարցեր են, դրանց մեջ չեմ ուզում խորանամ։ Համենայն դեպս, այս իշխանությունները մեզ տանում են առաջի տարբերակով, որպեսզի մենք դառնանք իր առարկա բոլորի ձեռքում։ Այս իշխանությունները իրականում բերվել են այդ նպատակով բերվել են, աշխարհի վերաձևավորման, վերաձևման, այսպես ասած, գործընթացը սկսվել էր դեռ վաղուց եւ Արցախյան կոնֆլիկտը, վերջին 44 օրյա պատերազմը, դա ոչ թե կոնկրետ Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի սկիզբ կամ ավարտ էր կամ խաղաղության սկիզբ, ինչպես Նիկոլն ասում, ոչ, դա կոնկրետ արևմուտքի կողմից հրահարված պատերազմ էր, Նիկոլին բերել էին, որպեսզի այդ պատերազմը հրահրի Ռուսաստանին ներքաշելու Կովկասում պատերազմի մեջ, որպեսզի թուլացնեն Ռուսաստանին եւ ուկրաինական ճակատի ակտիվ գործողությունների սկսման դեպքում փորձեին ծնկի բերել Ռուսաստանին։ Հասկանում եք, այս թեմաների մասին կարելի է երկար խոսել, չեմ ուզում ավելի խորանալ, ուղղակի sense կոնկրետ անցնում եմ, որպեսզի պատկերացում լինի, թե իրականում ինչ է կատարվում, ինչ է սպասվում մեզ առաջիկայում։ Ուստի բերեք փորձենք սատար կանգնել հայ առաքելական եկեղեցուն եւ մեր վեհապարին, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը կարող է սիրի, կարող է չսիրի վեհապարի անձը ստեղ կարևոր չի, ժողովուրդ, ստեղ կարևոր է եկեղեցին, ինստիտուտը։ Նիկոլը ինչի համար է սա վերածում անձնականի, որպեսզի փջացնի եկեղեցին, որպեսզի վարկաբեկի եկեղեցին, որովհետև Ալաշուքյուր Փաշազադեն իրան ասել է, որ Էշմիածինը դա մեր սրբատեղին է եւ մեր հողն է, ու պետք է հետ տակ մեզ։ Դա բաց աղբյուրներից է, դա կոնկրետ փաստեր է, inside-a, բացեք նայեք,
ասում են, խոսում են, ամենօրեն խոսում Երևանի խանության մասին, Երևանի, Էշմիածնի ադրբեջանական լինելու, հայասյաց լինելու մասին եւ այլ եւ այլ։ Նիկոլը ստացել է այդ հրանգը ու կատարում է։ Մի տրվեք Նիկոլի սադրանքներին, սատար կանգնեք եկեղեցուն։ Եկեղեցու կողը կանգնելով դուք ոչ թե կաթողիկոսին եք սատարում, այլ դուք կոնկրետ եկեղեցուն եք սատարում։ Կաթողիկոսը ձեր լեզվով ասած կառավարիչն է եկեղեցու, ոչ թե եկեղեցին հենց կաթողիկոսն է, այլ եկեղեցու կառավարիչն է։ Մեր եկեղեցին Աստծո կողմից է շնորհված։ Քրիստոս է ստեղծել մեր եկեղեցին, Քրիստոսի առաքյալները Բարդողմեոսը եւ Թադեոսը, եթե չեմ սխալվում, ապա կաթողիկոսը որպես այդպիսին նա կառավարիչն է, կառավարիչի անձը ով լինելը ձեզ չպետք է հետաքրքրի թե ով է այդ բային կառավարիչը, որ դրանից ձեր հավատքը չի փոխվելու ժողովուրդ։ Ես ամեն Կիրակի գնում եմ պատարակի, պարտադիր, կոչ եմ անում, հնարավորինս մասնակցել պատարակների, որտեղ Նիկոլը գնում է, գնացեք ուրիշ եկեղեցիներ, լեփ-լեցուն արեք, թող տեսնեն, հասկանան, որ անհնար է հաղթել։ Եթե կանգուն պահենք վերջին հենասյունը, հավատացեք ընտրություններին լարելու ենք Նիկոլենց։ Ես համոզված եմ։ Իսկ առաջիկայում խոսենք նաև ընտրական process-ների եւ դրանց մասնակցության ձևաչափերի, նաև կուսակցությունների, ով ոնց ինչ ձևաչափով է մասնակցում ու ինչ սպասել դրանցից։ Այսինքն խոսենք նրա մասին, թե որ տիպի ոչ թե անվանական, այլ տիպի կուսակցություններ են փորձելու փոշիացնել ձայները, որ տիպի կուսակցություններն են փորձելու ձայն գողանալ, որ տիպիներն են փորձելու Նիկոլը հաճո լինել, որպեսզի մեր ազգաբնակչությունը մաքսիմալ տեղեկացված լինի եւ ընտրություն կատարելուց կատարի ճիշտ ընտրություն եւ լարենք այս թուրքահպատակ, կոլաբորացիոնիստ, դավաճան, դավադիր իշխանությանը։ Շնորհակալություն, կհանդիպենք շուտով, խոսենք շատ կարևոր թեմաներից կրկին, շուտով խոսենք Հայաստան, Եվրոմիություն, ՆԱՏՕ ապագայի մասին, շատ կարևոր թեմա է, որը կուզեմ, որ անպայման քննարկենք միասին։ Իդեպ, ցանկացած վիդեոյի ներքևում, տեսանյութը, որը հրապարակվում է, կարող եք հարցեր ուղղել, որը հաջորդ տեսանյութի ժամանակ կփորձենք այդ հարցերին էլ պատասխանել։ Շնորհակալություն, ցտեսություն։